Ուրեմն ինչպես կգնահատեք Գագիկ Ծառուկյանի հետ դեր ունեցող այս գործընթացները, հատկապես այն տեսանկյունից, որ դեմոկրատ գնահատում է եւ անդրադառնում են Գագիկ Ծառուկյանի ձերբակալման ձևին եւ ընդհանուր առմամբ նրան թե ինչ պայմաններում ինչպես է սա կատարվում։ Գիտեք, երրորդ շաբաթը արդեն տեղի ունեցող այս գործընթացը ինձ թվում է առաջին հերթին խախտել է բոլոր բարոյական եւ մարդկային նորմերը, որովհետեւ իրավական նորմերի կամ ինչքան էլ խոսենք, այո, օրենքը օրենք եւ հասկանում ենք, որ պետք է օրենքի առաջ ասում ենք բոլորս հավասար են, բայց գոյություն ունեն բարոյական եւ մարդկային կարմիր գծեր, որոնք իրապես խախտել չի կարելի եւ ես կարծում եմ, որ այո, այս երրորդ շաբաթն է հանրությունը, մեր համաքաղաքացիները չեն հանգստանում հենց այդ նորմերի խախտման հետևանքով, որովհետև կարծում եմ, որ օրեցօր այս անարդարության ճգնաժամը ավելի խորանում է մեր երկրում, այսինքն օրվա իշխանությունները կենտրոնացած են հենց Գագիկ Ծառուկյան անձի վրա, բայց դրա ետևում մենք տեսնում ենք, որ օրեցօր այս խնդիրները ավելի լուրջ են դառնում եւ ճգնաժամը խորանում է, մենք ամեն օր այստեղ տեսնում ենք այն աշխատակիցներին, որոնք աշխատում են պարոն Ծառուկյանի տարբեր հիմնարկներում, տեսնում ենք, որ այս ամառվա տապին մարդիկ մնացել են առանց աշխատանք, առանց գումարի, առանց ապրելու միջոցների եւ նաեւ սրա հետ մեկտեղ խախտվում է հազարավոր մարդկանց աշխատանքի իրավունքը եւ նաեւ այստեղ նորից եւ բարոյականության մարդկության գծերը անցնում են ինչպես կարող են։ Իսկական այս օրերին մենք տեսնում ենք նաեւ սպորտից արձագանքներ կան, բազմաթիվ քաղաքացիներ նշում են այն գործունեությունը, որ Գագիկ Ծառուկյանը կատարել է նաեւ սպորտի հետ կապեր, ամրապնդել նաեւ ներդրումներ, այլն։ Եվ սրանով փաստորեն մեր պետությունը ինչ արձակ է ուղղում նաեւ սպորտին, եթե հաշվի առնենք նաեւ ներդրումային։ Այո, վերջին օրերին, վերջին ընթացքում տեսակ մեծ հավաքներ տեղի ունեցան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում եւ այո, ես վերջերս ծանոթացա պարոն Սասունյանը, Նունես Սերոփյանը, նրանք այդպես լայվ ռեժիմով ելույթ էին ունենում եւ այո, մարդիկ խոսում են նրա մասին, որ նույնիսկ եթե այնտեղ կան սփյուռքի մեր ներկայացուցիչներ, որ անձամբ Գագիկ Ծառուկյան չեն ճանաչել, բայց նրանք ասում են, որ նրա ներդրումները, նրա գործունեությունը Հայաստանում որպես բիզնեսմեն շատ լուրջ են եւ այո, ներդրումային առումով այսօր դրսում ապրող հայերը եւ ոչ միայն հայերը, բոլոր այն մարդիկ, ովքեր մի օր կորոշեն, որ պետք է բիզնես հիմնեն Հայաստանում, նրանք դրա հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, որովհետեւ եթե այսօր կողքից նայում են, որ Գագիկ Ծառուկյանը երկրի ամենաազդեցիկ բիզնեսմեններից մեկն էր, որը շատ մեծ ներդրումներ ունի Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտներում, եթե մի օրվա ընթացքում կարող է տեղի ունենալ այն ինչ որ տեղի է ունենում, կամ օրինակ, չգիտեմ, մուլտիվելնեսի օրինակով կա պայմանագիր կնքած պետության հետ, Երևանի քաղաքապետարանի 50 քանի տարով ու մեկ օրում գալիս են ասում են մենք հիմա այս պայմանագիրը չեղարկում ենք։ Գիտեք, ասում են բիզնեսը հանգստություն է սիրում եւ սիրում է առանց այդպես ալեկոծումների երկրներ եւ քաղաքական իրավիճակներ։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչին ականատես լինող ոչ մի լուրջ բիզնեսմեն չի մտածի այլևս Հայաստանում ներդրում կատարելու մասին։ Այդուհանդերձ այս բավական համակարգեցին ինչ սպասելիքներ ունեք։ Քաղաքական գործիչները նոր տարբեր սկզբակիցներից ասում են, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքապետարանի երկրորդ առաջ պետք է ազատագրվի։ Իհարկե մենք արդեն շատ վաղուց այս ամեն ինչի մասին խոսում ենք, որ սա քաղաքական աստառ է այս ամեն ինչը, սա քաղաքական հաշվեհարդար է, բայց գիտեք ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում եւ ես ուզում եմ դեռ հավատալ, որ Հայաստանի Հանրապետության իրավական մարմինները պետք է կատարեն արդար որոշում, որտեվ ես այստեղ արդեն ասում եմ ուղղակի որպես քաղաքացի, եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մերցնենք, ուրեմն վաղը առավոտյան արդեն այստեղ ապրելը շատ դժվար է լինելու։